Հանուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրտու ամեն։ Ուրախ եղեք։ Կրկին եմ ասում, ուրախ եղեք։ Ասում է Պողոս առաքյալը, դիմելով քրիստոնյաներին։ Կարծես այս պատգամը Պողոս առաքյալի այսօրվա օրվա համար է։ Ուրախությունը շատ թանկարժեք, անգին գանձ է մեր հոգու, մեր սրտի, մեր մտքի համար, մեր կյանքում առանց ուրախության, իրական, հոգևոր, աստվածային ուրախության մեր կյանքը տխուր է, մութ է ու խավար է։ Եվ մենք քնելիս, արթնանալիս, գիտակցորեն եւ ենթագիտակցորեն միշտ ամեն վարքյան փափագում ենք, ձգտում ենք, ցանկանում ենք, ուզում ենք ուրախություն։ Եվ այսօր այդ ուրախության օրն է։ Ժողովուրդն է մինչև Քրիստոսի գալուստ 6000 տարի Ադամի անկումից հետո տխուր էր։ Մարդկությունը ամբողջ տխուր էր։ Ինչու՞։ Որովհետև իրեն հարցանքների համար, իր սխալների համար պատժվել էր ու պատժվում էր եւ այդպես պատուհաստ ու չարիքը չէր դադարում մարդկության գլխին գալուց Աստծո ցասումը չէր դադարում։ Բայց եկավ մեր Տերը Հիսուս Քրիստոս, Աստծո միածին որդին, եկավ խաղաղություն հաստատելու երկնքի ու երկրի միջև, հաշտություն մարդկանց եւ Աստծո միջև։ Եվ խաղաղությունն ու հաշտությունը հաստատվում է անմիջապես ուրախություններին։ Նշում են հաղթանակը, նշում են հաշտությունը, նշում են ուրախությունը։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս իր աշակերտների հետ մեծ բազմությամբ ոմանք առջևից են գնում, ոմանք հետևից են գնում, երեխաները, ինչպես այսօր ենք տեսնում, կանաչ արմավենիներ եւ ձիթերի ճյուղեր դիմավորում էին Քրիստոսին։ Այսօր մենք ուռենու ճյուղերով ենք դիմավորում, որովհետև չունենք մենք ձիթենու ճյուղ, ոչ էլ արմավենու ճյուղ, բայց Հրեաստանում էլ ուռենի չկար, այլ ձիթենի էր եւ արմավենի։ Եվ այդպես ճյուղերը վերցած գնում էին Քրիստոսին դիմավորելու, ճիշտ այսպես գարնանային եղանակ է, բնությունը նոր զարթոնք էր ապրել։ Եվ երեխաները խելահեղ կերպով առանց գիտակցելու եւ մեծերը գիտակցելով եւ հասկանալով օրհնություն էին տալիս։ Օրհնություն Դավթի որդուն, փառք Աստծուն բարձունքներում, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն Աստծուն։ Եվ այսպես ուրախությամբ, ցնծությամբ, երգելով, պարելով, Աստծուն փառք տալով մտան Երուսաղեմ։ Երուսաղեմ, որ նշանակում է խաղաղություն, եւ ուզում են հենց այդ երկնային խաղաղությունը հաստատվել իրենց մեջ, որովհետեւ շատ էին ավեր, պատերազմ, կոտորած, պատիժ տեսել, ուզում էին այլևս դադարել այդ պատերազմն ավեր կոտորածը, խաղաղություն հաստատվել, եւ այդ խաղաղության մեջ ուրախությունը երևար, եւ այդպես էլ եղավ։ Ժողովուրդը գնում էր Քրիստոսի առջև, չգիտեր ինչպես շնորհակալություն հայտնել Տիրոջը։ Ոմանք իրենց զգեստները հանում էին, գցում էին ճանապարհին, որպեսզի Քրիստոս նրանց վրայով արթնի։ Ոմանք ճյուղեր էին բարձրացնում, աղաղակում էին, ուրախանում էին, ետևից, առջևից, փառք էին տալիս Տիրոջը։ Եվ ամենաշատը երեխաներն էին ուրախացել, որտեղ երեխաները չեն հասկանում ինչ է կատարվում, բայց տեսնում էին, որ ուրախ են բոլորը, իսկ երեխայի համար ինչ է պես ուրախ լինելու համար, որ մեծերն ուրախ լինեն, երեխան էլ ուրախական։ Մենք դժվար ենք ուրախանում, երեխաները հեշտ են ուրախանում, բայց երեխաների ուրախությունը մեր ուրախությունից է կապված։ Եթե մենք ուզում ենք, որ երեխաներին ուրախացնենք, մենք պետք է ուրախանանք, Աստծով ուրախանանք, երջանիկ լինենք։ Եվ այս ուրախությունը, այս ցնծությունը
մի համազգային տոն դարձավ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Բայց դրա կողքին փարիսեցիներն ու օրենսգետները մոտեցան Քրիստոսին, ասացին ժողովրդին լռեցրու։ Բայց ինչի լռեցնեմ ժողովրդին։ Ուրախանում են, թող ուրախանան, ինչի լռեցնեմ։ Ինչն է պատճառը, ինչու դուք որ նախանձեք, որ ձեր մտքում սրտում չկա ուրախություն, ուզում եք ուրիշի ուրախությունն էլ խլել։ Եթե սրանք լռեն, քարերը կաղաղակեն, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Այսօր բնությունն է ուրախանալու, տարերը, հողը, օդը, ջուրը, կրակը, ժայռերը, երկինքը, բնությունը ամբողջ պետք է ուրախանա։ Քրիստոսի ծաղկազարդն է այսօր, ծաղիկներով զարդարված է բնությունը։ Եթե անգամ մարդիկ էլ չուրախանան, քարերը կպատրվեն ու կուրախանան, փառք կտան Աստծուն։ Այսօր քարե եկեղեցիները դարձել են ուրախության վայրեր։ Այսօր մեր խաչքարերը, մեր եկեղեցիները մեզ մխիթարում են եւ ուրախացնում են։ Քրիստոսի խոսքը կատարվել է։ Մարդիկ էլ եթե լռեն, քարերը միշտ այդ լռությունը խախտեն եւ ուրախություն կպարգևեն։ Այս մասին մի փոքրիկ պատմություն ձեզ ներկայացնեմ։ Ժողովուրդը խուռներամ գնում էր Քրիստոսի ետևից։ Մի փոքրիկ երեխա 5-6 տարեկան ուզում էր մոտենալ Քրիստոսին տեսնել, բայց չէր կարողանում։ Բոլորը բարձրահասակ, բոլորը լցված խուռներամ, երեխան նրանց ոտքերի տակ տրորվելով գնում էր։ Եվ միայն այն մայրերին էին թողում մոտենան, ով իրենց գրկին երեխաներ ունեն։ Եվ աղջիկ երեխա էր սա, 6 տարեկան աղջիկ երեխա էր։ Մտածում եմ, ասում եմ, տեսնես ինչ հնարք կհորինեմ, որ ինձ էլ թողնեն մոտենամ Քրիստոսին։ Մի քար է վերցնում, շորի մեջ փաթաթում է, իբրև իր փոքրիկ եղբայրն է, ինքն էլ խնամք է տանում։ Գրկում է, ասում է, ես էլ եմ ուզում Քրիստոսին տեսնեմ, ես էլ եմ տեսնում եք երեխա կա գրկիս, իմ եղբայրն է փոքրիկ։ Այդպես հնարք է բանեցնում, այլ մի քիչ խաբում է։ Եվ տեսնում են անմիջապես ճանապարհ են տալիս, որ մոտենա Քրիստոսին, որ Քրիստոսին տեսնի օրհնություն ստանա։ Եվ հենց այդ պահին Քրիստոս ասում է. եթե մարդիկ էլ լռեն, քարերը կաղաղակեն։ Եվ այդ մանկան գրկում եղած քարը, այդ 6 տարեկան աղջկա գրկում եղած քարը, որ շորերով փաթաթված էր, դառնում է մանուկ, կենդանում։ Իհարկե սա ավանդություն է, գեղեցիկ ավանդություն է, եւ սկսում է Աստծուն փառք տալ։ Եվ այսպես է, մենք այսօր մեր տխուր սրտերում ուրախություն պետք է գտնենք։ Մեր կարծրացած սրտերը, քար սրտերը պետք է աղաղակեն։ Բացենք մեր հոգին, բացենք մեր սիրտը, բացենք մեր միտքը այս գեղեցիկ տոնի ծաղկազարդի օրը, ասենք փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաշտություն, սեր, միաբանություն։ Ամեն։